Հիմա հայ ժողովրդի մոտ բնական հարց է առաջանում. ի վերջո, ինչ եք բանակցել նախաստորագրելուց առաջ։ Եվ միթե պետք է հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն կամ ԵԽԽՎ այս հռետորական հարցերը հնչեցնելու համար։ Երբ պահանջում ենք մանրամասնել թրիփի դետալները, հենց սա նկատի ունենք։ Երբ պնդում ենք, որ միջազգային ատյաններից հարցերը ետ քաշելը մեր մեջքին հասրած դաշույնն է, սա նկատի ունենք եւ թուլացնում է մեր դիրքերը։ Երբ ասում ենք, որ ագրեսոր ցեղասպանին չի կարելի լեգիտիմացնել, հենց սա նկատի ունենք։ Սիրելի հայրենակիցներ, մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ծավալապաշտությունը շարունակում է մնալ թուրքական աշխարհի նպատակադրում։ Տարբեր ամբիոններից խաղաղության մասին ապոլիտիկ տեքստերով հնարավոր չէ զսպել թուրքական ծրագրերը։ Լավագույն դեպքում ուսդ կթփթփացնեն, հետո անունդ կմոռանան, քեզ թողնելով առանց անվտանգային երաշխիքների, որովհետև լավ բանակցող չեք, որովհետև չունեք անհրաժեշտ բանակցային ունակություններ, չունեք երկրի ամենակարևորը անվտանգության եւ արտաքին քաղաքականության երկարատև ռազմավարություն եւ տեսլական։